Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով իշխանությունը վերցնել չկարողացած, Սամվել Կարապետյանին, վարչապետի աթոռին նստեցնել չկարողացած ուժեղ Հայաստանն այժմ կանգնած է բարդ, ուժեղ, ընդհուպ շեքսպիրյան դրամատիզմով լի երկընտրանքի առաջ։ Վերցնել մանդատները, թե չվերցնել։ Взять или не взять? Nehmen oder nicht nehmen? Take or not take? Ու որպեսի հեշտացնի մանդատները վերցնել չվերցնելու հետ կապված որոշման կայացումը, որոշել է շոու կազմակերպել։ Տաշիր արենայում հավաքել իրենց քվեարկած, մանդատով օժտած քաղաքացիներին ու նրանց կարծիքը հարցնել։ Մանդատ վերցնելն է ճիշտ, թե չվերցնել։ 340,000 մարդ իր վստահությունն է տվել մեզ, որը մենք պետք է արդարացնենք։ 2 օրից ուրբաթ օրը ժամը 1-ին ցանկանում եմ հանդիպում կազմակերպել մեր ուժի համար ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի իրար հետ մի քանի բան որոշենք։ Չվերցնել մանդատն է ճիշտ, թե վերցնել։ Ճանապարհները, պայքարի ճանապարհների քննարկումը իհարկե օրենքի շրջանակներում։ Դահլիճի օգնությանը դիմելու եւ ըստ այդմ կողմնորոշվելու մեթոդը ինչ խոսք, նոր խոսք, եթե կուսեք նոր ձև է պրակտիկ քաղաքականության մեջ։ Մեր ձևով էլի։ Հուշման այս մեթոդը նկատենք հայտնի է ով է ուզում դառնալ միլիոնատեր հեռուստաշոուից, որի ժամանակ հարցի պատասխանը չիմացող խաղացողը կարող է օգտվել այլոց հուշումից, բայց մի նրբություն հաշվի առնելով։ Դահլիճը միշտ չէ, որ ճիշտ պատասխանը կարող է հուշել, եւ կա ռիսկ, որ դահլիճը կարող է նաեւ սխալվել։ Այնպես որ վերջնական որոշումն ու խաղի ելքի պատասխանատվությունը միշտ խաղացողինն է։ Քաղաքական խաղի մեջ մտած ու ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս վատ, անտաղանդ, ընդհուպ ապաքաղաքական խաղ ցուցադրող ուժեղները փաստորեն որոշել են 2000 մարդ տեղավորելու հնարավորություն ունեցող Տաշիր արենայում հավաքված իրենց աջակիցների վրա գցել որոշման պատասխանատվությունը։ Այն դեպքում, երբ իրենց ձայն է տվել 340,000 ընտրող։ Իսկ գուցե ուժեղ Հայաստանի աջակիցները մի քանի պատոկով հրավիրվեն Տաշիր արենա, որպեսի բոլորը կարծիք հայտնելու հնարավորություն ունենան։ Այլապես կստացվի, որ փոքրամասնությունը որոշելու է մեծամասնության փոխարեն, չէ՞։ Հա, մի հարց էլ, իսկ եթե կարծիքները կիսվեն, 50-50 լինեն այոն եւ ոչը։ Ասենք 50%-ը կողմ լինի մանդատ վերցնելուն, 50%-ը ոչ։ Ինչ է լինելու այդ դեպքում։ Ինչ որոշում է կայացվելու։ Իդեպ մենք ուսումնասիրեցինք ուժեղ Հայաստանի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի Facebook-յան էջը, որն էլ արել էր Տաշիր արենայում հավաքվելու առաջարկը։ Նրա առաջարկին արձագանքած քաղաքացիներից շատերը հորդորել են չվերցնել մանդատները, ոչ մի դեպքում չվերցնել մանդատներն ու չգնալ ազգային ժողով եւ չհիասթափեցնել իրենց։ Օրինակ Միկին էլ շատ կոշտ բառապաշարով է արձագանքել Կարապետյանին որակելով մեջբերենք շարքային անողնաշար գցող եւ առաջարկել է կորել դժողքի ծոցը։ Թե ինչ կանի ուժեղ Հայաստանը, կվերցնի մանդատները, թե չի վերցնի, կկորի գրողի ծոցը, թե կգտնի իրեն խորհրդարանի պատերի ներսում, պատգամավորական կաբինետներում եւ կամ նիստերի դահլիճում, քիչ է մնացել պարզելու։ Ամեն ինչ վերջնականապես կհստակեցվի Սահմանադրական դատարանի ընտրությունների վիճարկման վերաբերյալ դիրքորոշումից հետո։ Իդեպ ուժեղներից շատերի հանրային հայտարարություններից տպավորություն է, որ հակված են ավելի շատ մանդատները վերցնելուն, քան թե չվերցնելուն։ Այն հաշվարկով, որ չվերցնելու դեպքում փաստորեն ջուրն է լցվելու այդքան նախընտրական ահռելի ծախսն ու ներվը։ Իսկ վերցնելու դեպքում օրինակ կգնան իրենց գերթանկարժեք կոստյումների, փողկապների, շրջազգեստների, կիսաշրջազգեստների, ջեմպերների վրայից կգցեն ընդդիմադիրի փիլոնն ու իրենց ձևով ընդդիմադիր կաշխատեն։
Ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացու սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ իդեպ 3 ՀՄԿ-ի տաղավարում անդրադարձավ մանդատների խնդրին։ Լրագրողի հարցին, թե ուժեղ Հայաստանի կողմից հետընտրական պրոցեսների գեներացումը, ընդդիմադիր կոալիցիայի առաջարկ եւ այլն արվել է այն նպատակով, որպեսզի արդարացնեն մանդատները վերցնելը, Տիկինը հեգնական տոնով նկատեց, թե հո իրենք պայքարի մեջ չեն մտել մանդատ վերցնելու համար, ես ինչ եք ասում։ Տիկին Մելոյանի խոսքի հետագա շարունակությունն ավելի հետաքրքիր է։ Լսենք։ Իմ փոքր վիրավորական է, որովհետև ես չեմ կարծում, որ որևէ մարդու մոտ կասկածա երբևիցե առաջացել։ Համենայն դեպս մեր ընտրողները գիտեն, որ մենք այս պայքարի մեջ մտել ենք ինչ որ մանդատ ստանալու համար։ Մանդատը շատ մեծ արժեք է այն տեսանկյունից, որ ինքը քաղաքացու վստահությունն է մեր քաղաքական ուժի հանդեպ, բայց մանդատը որպես իրողություն, որպես բարիք, որը ներնյութական տեսանկյունից են փորձում արժեքը իջեցնել եւ ներկայացնել, դա բեռ է եւ բնավ որևէ մեկս մենք բոլորս ապահովված մարդիկ ենք աշխատանք ունեցող եւ բոլորս մեծ նեղություն ենք մեզ տվել այս գործընթացների մեջ մտնելով։ Դա անհանգստություն է, դա մեր հայրենիքի առջև ծառայած խնդիրներ լուծելուն ուղղված քայլերի նպատակով անձնական որոշակի զողողությունների գնալու քայլ է։ Մանդատ չվերցնելը ամենահեշտ ուղին է։ Մենք չունենք դեռ որոշում այդ մանդատը կվերցնենք թե չէ։ Մանդատ վերցնելը լինելու է կոնկրետ օրակարգով եւ կոնկրետ նպատակ ծառայեցնելու։ Եթե մենք երկու տարբերակն էլ երկու ուղղությունն էլ կշռադատենք, տեսեք, որն է այս իշխանությանը իշխանությունից զրկելու հնարավոր իրավական ուղին։ Իրավական ուղիները Եվ երկրորդը օրենսդիր մարմինը։ Երկու ճանապարհ կա։ Ես հուսով եմ դուք մեզ չեք ուղղորդում հակաիրավական ճանապարհների։ Հասկացաք, սիրելի ընտրողներ։ Տիկին Մելոյանն ասել կուզի մենք այդ 800,000 դրամ աշխատավարձի մեռածը հոչենք։ Մենք կգնանք ազգային ժողով, Հայաստան դաշինքի հետ ուսուսի կտանք, գլուխ գլխի, խելք խելքի, մեջ մեջքի, ձեռք ձեռքի կտանք ու 5 տարի բոմբաստիկ, ֆանտաստիկ ռոմանտիկ ելույթներ կունենանք բարձր պահելով ռազմահայրենասիրության գրադուսն ու ամենակարևորը սպորի մեջ կմտնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենակ թե կրկոտ ելույթներ ունենալու պահով ջհանդամ որ այդ սպորի ժամանակ կպարտվենք Նիկոլ Փաշինյանին եւ կմաշվենք Հայաստան դաշինքի պես մինչև քոք գուցե քոքից էլ անդին մեր ձևով, բայց ամենակարևորը մեր ձևով։ Mr. Bombastic. What you want is a bombastic, romantic, fantastic lover. Sugar. Mr. Lover, lover. I'm Mr. Lover, lover. Woo. Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար